Բարի լույս, բարի կիրակի, սիրելի հեռուստադիտող, այսօր հոկտեմբերի 26-ն է, օր երբ 400-ամյակ առաջ բացվեց Հարվարդի համալսարանը, իսկ 20-րդ դարասկզբին Նյու Յորքում բացվեց մետրոյի առաջին գիծը։ Ամիսներ առաջ Հայաստանում էլ 2025-ի ամռանը մեկնարկեց Street Art 2025 փառատոնը ներկայացնելով Փարիզի Street Art-ի պատմության ավելի քան 20 հեղինակների բնօրինակ աշխատանքները։ Այսօր մեր տաղավարում են այս արվեստոտ իրադարձության կազմակերպիչները, նորարար փորձարարական արվեստի կենտրոնի տնօրեն Սիլվա Չոբանյանը և կրթական ծրագրերի համակարգող Մարիամ Ալեքսանյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ եմ մեր տաղավարում գտնվելու համար, նախ պատմեք ինչպես է սկսվել ձեր կիրակի առավոտը։ Երևի թե աշխատանքային։ Կիրակին ձեզ մոտ ևս աշխատանքային է։ Աշխատանքային է թիմային տեսանկյունից, այցելուների համար մենք երեքշաբթի շաբաթ օրերն ենք աշխատում, բայց նաև որոշ թիմային հանդիպումներ ենք ունենում և իհարկե եկել ենք ձեզ ողջունելու։ Հրաշալի։ Եվ քանի որ արդեն 4 ամիս է ընթանում է ցուցահանդեսը, կարծում եմ արժե սկսենք խոսել ցուցահանդեսի փառատոնի պատմության հենց գաղափարից, ինչպես ծագեց գաղափարը, ինչպես որոշեցիք անդրադառնալ Փարիզի Street Art-ին։ Շատ բարի։ Ես պատմեմ։ Հերթով կարող եք ներկայացնել։ Շատ բարի։ Այս պատմությունը երևի թե մոտ 2 տարի, եթե ոչ ավել, տևողություն ունի, քանի որ 2 տարի առաջ մեր գործընկերները Սիլվան և Արամը մեկնել էին Փարիզում էին և այնտեղ մի ցուցահանդեսի էին մասնակցում, որը կոչվում է Կապիտալս և որը ներկայացնում էր Փարիզի Street Art-ի ամբողջ պատմությունը, 4 համադրողներ, մեծ հավաքածու և Փարիզի քաղաքի քաղաքապետարանի հովանու ներքո տեղի ունեցած մի մեծ փառատոն և ցուցահանդես էր սա, որի ընթացքում մեր գործընկերները ծանոթանում են համադրողներից մեկի հետ, Նիկոլա Լոգարո-Լազարի հետ, ով մեծ սիրով համաձայնում է իր հավաքածուի մի մասը փոխանցել մեզ ցուցադրելու արդեն ՆՓԱԿ-ում Երևանում։ Եվ մոտ 2 տարի բանակցությունների, գործընկերներ գտնելու, գործերը ընտրելու, փաթեթավորելու, դրանք ուղարկելու, նախարարության հետ համաձայնություններ ձեռք բերելուց հետո վերջապես այս ցուցահանդեսը և փառատոնը իրական դարձան ՆՓԱԿ-ում։ Շատ լավ, և քանի որ նաև փառատոնը ունի բազմաթիվ կրթական ծրագրեր, իր մեջ ներառում է բազմաթիվ միջոցառումներ, կարող ենք նաև ներկայացնել դրանք, որոնք էին առաջնային, որոնք պարտադիր կերպով պետք է իրականացնեիք այս փառատոնի ընթացքում։ Որոշակով պետք է ներկայացնի, որովհետև խոսելու շատ թեմա ունենք։ Շատ բարի։ Կրթական ծրագրերի մասով կարող եմ նշել, որ կրթական բաղադրիչը ՆՓԱԿ-ի բոլոր ծրագրերի բաղկացուցիչ մասն է։ Վերջին մի քանի տարիներին մենք մեծապես ուշադրություն ենք դարձնում կրթական բաղադրիչին, դպրոցականների, ուսանողների, առհասարակ երիտասարդների ներգրավմանը մեր ծրագրերում եւ իհարկե փառատոնը, Street Art փառատոնը, որը մեծ փառատոն է մեզ համար, բացառություն չէր։ Կրթական բաղադրիչը մի քանի ուղղվածություն ուներ, առաջինը դպրոցականներին, սովորողներին հենց ՆՓԱԿ բերելու միտում ունեինք եւ դրա համար շաբաթը 2 օր առանձնացրել ենք դպրոցականներին ընդունելու, աշխատարաններ իրականացնելու։ Սրանք նշեմ, որ պարզապես էքսկուրսիաներ չեն ՆՓԱԿ-ի տարածքում, այլ սրանք քննարկումներ են, մեդիատիվ փորձառություն է եւ աշխատարաններ են, որոնց ընթացքում մենք ոչ միայն նայում ենք գործերը, այլ նաեւ դրանք քննում ենք, միասին որևէ բան ենք ստեղծում։ Եվ երկրորդ հատվածը կապված էր Ապարան քաղաքի հետ։ Ապարան քաղաքը այս տարի երիտասարդության քաղաքն էր Հայաստանում եւ մենք որոշեցինք որպես ՆՓԱԿ թիմ եւ փառատոն գնալ եւ Ապարանում նույնպես գործունեություն ունենալ եւ հենց կրթական բաղադրիչի շրջանակներում մենք այնտեղ եւս մեկ աշխատարան իրականացրեցինք, որը համատեղ աշխատարանների եւ մեր մյուս ծրագրերի շահառուների եւ Ապարանի երեխաների հետ շատ հետաքրքիր փորձառություն ունեցանք եւ Ապարանում այսուհետ կարող եք տեսնել փառատոնի մասնակից արվեստագետներից մեկի կողմից իրականացված նկարված մուրալ, որը մի ամբողջական շենքի ֆասադին է արվել։ Սիլվա, կարծում եմ, որպես ՆՓԱԿ-ի տնօրեն կարող եք հիմա ներկայացնել ձեր տպավորությունները ընդհանուր ցուցահանդեսից, միջոցառումներից, գոհ եք ձեր թիմից, ձեր թիմի կատարած աշխատանքներից։ Կարծում եմ, մենք չէ որ պետք է ասենք ինչ ենք արել,
Այցելուները հնարավորություն ունեն տեսնելու Փարիզի հայտնի 20 արվեստագետների 25 օրիգինալ աշխատանքներ։ Այստեղ շատ առաջի տպավորությունից թվում է, թե street art ինչպես կարող եք տեղափոխել, բայց street art-ի արվեստագետները փողոցային իրենց աշխատանքներից հետո ստուդիաներում աշխատանքներ են իրականացնում, որոնք հնարավորություն են ունենում տեղափոխել երկրից երկիր եւ ցուցադրել իրենց տեխնիկաները եւ ծանոթանալ իրենց փիլիսոփայության հետ։ Մենք ունենք 25 աշխատանքներ Փարիզից բերված եւ շատ կարեւոր էր մեզ համար նաեւ 3 հայ արտիստների մասնակցությունը, հայ արվեստագետների աշխատանքներ արվել են հենց ցուցասրահում, հենց այս ցուցահանդեսի համար։ Հենց կարող եք տեսնել պատի վրա street art-եր արած, որոնք ցավոք սրտի իհարկե մենք ստիպված ենք դինելու ծածկենք։ Եկեք խոսենք առհասարակ street art մշակույթի մասին, որովհետև հաճախ մեզ մոտ դա գուցե ինչ-որ առումով թերագնահատվում է եւ այդքան ճիշտ չի գնահատվում։ Եկեք նախ հասկանանք ինչու, որովհետև ինչպես դուք էլ նշեցիք, Փարիզում իսկապես դա մի ամբողջ արվեստ է եւ կարելի է նաեւ ինչ-որ բաներ սովորել Փարիզի street art-ի հեղինակներից, դիտելով հենց նույն ցուցահանդեսը։ Շատ բարի, ես շատ կարևոր հարց է։ Մենք կարծում ենք, որ երևի թե մի քիչ ավելի անձնական կարծիքներ այստեղ քննչեն, քան նպակյան եւ թիմային։ Street art-ը նրանով է հետաքրքիր, որ ինքը ազատության, ազատ ստեղծագործության արվեստի ճյուղ է եւ ինչպես մեր համադրողներն են նշում նաեւ իրենց տեքստերի ու զրույցների ժամանակ, փողոցը ամենամեծ ցուցասրահն է, փողոցային շարժումը ամենամեծ շարժումն է եւ անմասն մնալ այս շարժումից կնշանակի անմասն մնալ ընդհանրապես ժամանակակից արվեստի շարժումներից եւ ուղղություններից։ Մենք էլ որպես հենց ժամանակակից արվեստի ինստիտուցիա եւ կենտրոն Հայաստանում չենք կարող ուղղակի չխոսել այն բաների մասին, որոնք համաշխարհային մակարդակում կարևոր կետեր են եւ կարևոր ուղղություններ են։ Այդ պատճառով, ինչպես Սիլվան նշեց, մեզ համար նաեւ կարևոր էր հայ արվեստագետների ներգրավումը։ Իհարկե, այս առումով մեզ մոտ ինչպեսին է street art-ի ճյուղը, այսպես ասած, արդյոք մենք զարգանում ենք նաեւ այդ ուղղությամբ։ Գուցե մի քիչ ընկալումների մշակույթի տեսանկյունից բավականին շատ հարցեր կան, ինչով է տարբերվում street art-ը վանդալիզմից, արդյոք սա պետք է միայն գեղեցիկ պատկերներ լինեն քաղաքում, արդյոք սա քաղաքային զարդարանքի մասին է, թե ոչ, արդյոք քաղաքային զարդարանքի մասին է, թե ոչ, ընդհանրապես ինչ համատեքստերում պիտի ստեղծվի քաղաքական մշակութային եւ այլն, եւ այս հարցերի շրջանակներում իհարկե մենք ունենք արվեստագետներ, ովքեր փողոցում ստեղծագործում են, նույն այն արվեստագետներ, ովքեր մեզ մոտ ցուցադրվում են այս պահին, բայց նաեւ մեծ շարժման մասին խոսել ցավոք սրտի դեռևս չենք կարող։ Հաճախ նաեւ այդ արվեստը քննադատվում է այն առումով, որ ասում են մենք փչացնում ենք այդպիսով մեր շենքերը, փողոցները, շինությունները, այս առումով ինչպես անենք, որ արվեստը ամեն դեպքում կարողանա ապրել եւ զարգանալ, բայց միևնույն ժամանակ այդ քննարկումներին կարողանանք ճիշտ պատասխան տալ։ Ես երևի իմ կարծիքը նշեմ, հետո Սիլվան նաեւ ավելացնի։ Ես կարծում եմ շատ ավելի խորքային մշակութային հարց է սա, հենց մեր ընկալումների, քաղաքի, շենքի, քարի, սուրբ քարեր, սուրբ շենքեր, այս մտածողության մաս է նաեւ մեր կրթության մաս է, որովհետև մենք շատ ժամանակ ոչ թե գիտակցաբար ենք ընտրություն կատարում նկարել պատին, թե չնկարել, այլ ավելի մշակույթի, ամոթի եւ այլնի տեսանկյունից ենք նայում ամոթա պատին ինչ-որ բան գրել են, ինչ մտածում ես կամ ամոթան։ Իսկ ցանկացած նկար կամ ինչ-որ մի պատկեր, որը մենք կատարում ենք պատի վրա, անում ենք, դա համարվում է street art, թե դա ունի իր որոշակի ոճը եւ ուղղությունները։ Տեխնիկական տեսակետից եթե տեսնենք, որպես արվեստի մեդիա, կարելի է այդպես դիտարկել, բայց շատ կարևոր է ու հենց մենք կարևորում ենք նաև դպրոցների համագործակցությունը, որ ինչ է ասում street art-ով իր աշխատանքով արվեստագետը,
որովհետև սթրիթ արտը միայն ուղղակի էսթետիկ ինչ-որ պատկերներ չեն, այստեղ կոնկրետ ասելիքներ են եւ սթրիթ արտի ուղղությունը երբ որ սկսվել է, հա, Ամերիկայում սկսել է կամ Փարիզում, այդ սկզբնական շրջանում քաղաքային իշխանությունների հետ համաձայնություն չեն եկել։ Հիմա են որ նախապես պլանավորում են, թույլտվություն են ստանում ժամանակ ուղղակի արագ արվել է ու շատ հաճախ նաեւ շատ սթրիթ արտ աշխատանքներ ջնջվել են, որովհետև համաձայն չեն եղել ինչ-որ պատկերվել է։ Ժամանակի ընթացքում ընդունել է քաղաքը սթրիթ արտը, հիմա ուրիշ հարցը թե մենք ընդունելով նույնիսկ Երևանում, հա, կան նախագծեր, որոնք շարունակություն են, մեզ համար անսովոր են, շատերիս համար անսովոր են, գուցե համաձայն չենք այդ պատկերի հետ, բայց կա սթրիթ արտ, Երևանում կա, հուսանք շատ ավելի արագ տեմպերով առաջ կգնա, որտեղ սթրիթ արտը դեպքում արագությունն է կարևոր, որտեղ հենց տեղի, հենց այդ ժամանակի հարցերն են բարձրացնում արվեստագետները, եւ այդ առումով Աբարան քաղաքի մասին կարող եմ հիշել, որ հիշատակել, որ այնտեղ կան մի քանի արվեստի աշխատանքներ սթրիթ արտի ու մեզ համար շատ տպավորիչ է, որ հենց բնակիչները շատ հոգատար էին սթրիթ արտի ու ընդունել էին։ Այդ առումով հույս ունենք, որ Աբարանը կդառնա Հայաստանի սթրիթ արտի քաղաք։ Իսկ ինչու հենց Աբարանը եւ որն է լինելու հաջորդ քաղաքը։ Քանի որ Աբարանը այս տարվա երիտասարդ քաղաքն է համարվել եւ մենք մտածեցինք կենտրոնանանք միջոցառումը իրականացնենք հենց այնտեղ։ Եվ քանի որ նաև խոսեցինք դպրոցականների համար նախատեսված հնարավորությունից, եկեք առավել մանրամասն այս թեման քննարկենք, որովհետև վստահաբար հիմա մեզ նաև շատ դպրոցականներ եւ ծնողներ են դիտում եւ կարծում եմ արժե մանրամասնել, թե ինչու նրանք պետք է այցելեն յուրաքանչյուր երեքշաբթի եւ չորեքշաբթի, այո, եթե ճիշտ եմ հիշում, երեքշաբթի եւ շաբաթ օրերը եւ դիտեն արդեն ՆՓԱԿ-ում կատարվող ողջ իրադարձությունները, ցուցահանդեսը, ծանոթանան նաև սթրիթ արտի աշխատանքներին։ Ինչու այցելել ՆՓԱԿ։ ՆՓԱԿ-ը շատ հետաքրքիր է, մենք մի քանի տարի առաջ պատմության դասագրքում հայտնաբերեցինք ՆՓԱԿ-ի մասին երկու նախադասություն հիմնադրման տարվա եւ համահիմնադիրների մասին։ Շատ ուրախացանք, սկզբում հետո մի քիչ տխրեցինք, որ դպրոցականների մեծ շարժ չունենք ՆՓԱԿ-ում, չունեինք ՆՓԱԿ-ում այն ժամանակ եւ մտածեցինք, որ սա պետքա ուղղել, որովհետև ՆՓԱԿ-ը պարզապես երկու նախադասություն չի դասագրքում, մենք ուզում ենք, որ դպրոցականների, սովորողների համար ՆՓԱԿ-ը դառնա շենք, դառնան արվեստագետներ, դառնա արվեստի գործեր, դառնային մարդիկ, ովքեր ՆՓԱԿ-ում աշխատում են եւ ծրագրեր են իրականացնում, եւ այս միտքը պահելով սկսեցինք աշխատել դպրոցականների հետ, մի քանի ծրագիր իրականացրեցինք Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հովանավորությամբ եւ հիմա հասան ենք այն փուլին, որ շատ մեծ սիրով ընդունում ենք դպրոցականներին, մեր մասնագետները մեծ սիրով աշխատում են, մենք ունենք սոցիալ-հուզական ուսումնառության մասնագետներ, ովքեր ամբողջ ընթացքում ցուցահանդեսի ուղղորդում են մեր դպրոցականներին, ուղղորդում են մտածել, նայել, ամեն ինչը հարցադրել, այսինքն այս ուղղակի պատմություն չէ, թե ինչ է նկարված, ովքեր են արվեստագետները, այլ ավելի շատ ուղղված է երեխեքի քննական եւ ստեղծարար մտածողության զարգացման։ Այնպես որ սա երկու հիմնական պատճառն է, ինչու գալ ՆՓԱԿ, գալ տեսնել, որ սա պարզապես նախադասություն եւ թվական չէ, այլ շենք է ու մարդիկ ու արվեստի գործեր, եւ երկրորդը գալ եւ անցնել այս փորձառության միջով, որը ամրացնում եւ զարգացնում է քննական ու ստեղծարար մտածողությունը։ Գիտեմ, որ առաջիկայում եւս մեկ կարևոր իրադարձություն ունեք, խնդրեմ նաեւ ներկայացնենք այդ մանրամասները եւ գուցե հենց այդ իրադարձությունը կարողանան մեր դպրոցականները գալ եւ ներկա գտնվել։ Մեզ մոտ ամեն շրջան ունենք հետաքրքիր նախագծեր, յուրաքանչյուր ամիս մեզ մոտ նոր ցուցահանդեսներ են լինում եւ կարող են տեսնել ժամանակակից արվեստի տարբեր մեդիաների աշխատանքներ։ Նոյեմբերին արդեն կունենանք 1 քառակուսի մետր թատերական փառատոնը, ամենամյա արդեն 19-րդ եւ նոյեմբերի 5-ին Զապել Եսայանի մասին նրա բանտային կյանքի վերջի տարիներին ներկայացում ունենք,
որի այս իր կյանքի վերջի տարիներին շատ քիչ են անդրադարձարել, այս առումով մենք ներկայացման ժամանակ ցույց ենք տալիս ինչա տեղի ունենում հայրենիքը սիրող հայրենասեր մարդու հետ, երբ որ հայտնվում է այդ անհասկանալի եւ անարդար իրավիճակում։ Ինչու եք հենց այդ թեման ընտրել, նրա կյանքը վերցրել։ Ես այդ հարցին կպատասխանեի, երբ որ ներկայացումը նայենք միասին եւ այնտեղ հետո այլ ուրիշ հարցեր կգան, ինձ թվում է ավելի լավ կլինի ներկայացումը նայելուց հետո պատասխանենք։ Մարիամ, դուք ինչ կավելացնեք այս թեմայով։ Ես կավելացնեմ, որ ներկայացումը շատ լավն է։ Ես անձնապես շատ հավանում եմ եւ կարծում եմ իսկապես հայ կին գրողներին, քաղաքական գործիչներին եւ հասարակական գործիչներին անդրադարձը շատ կարեւոր է այն բոլոր տեսանկյուններից, որոնցով որ հնարավոր է ցույց տալով իրենց կյանքը, իրենց գործունեությունը եւ այն թե ինչ իրավիճակներում, ինչպիսին են, ինչքան ուժ են ունեցել իրենք ապրելու, ստեղծագործելու եւ կարծում եմ այս ներկայացումը իսկապես արժանի է նայելու եւ մի բան, որ ես միշտ ավելացնում եմ զրույցների ավարտին, հատկապես street art-ի մասին խոսելիս, նաեւ որ այս ամբողջ ահռելի գործունեության հետևում մենք այս տարի այս պահին արդեն 23 ցուցահանդես ենք իրականացրել եւ մի քանիսը դեռ ունենք, չհաշված մյուս միջոցառումներն ու կրթական ծրագրերը ու ռեզիդենցիաները։ Այս ամբողջի հետևում կանգնած ընդամենը 5-ից 6 հոգանոց փոքրիկ աշխատակազմ, փոքրիկ թիմ եւ միշտ սրա մասին ասում եմ, որ տպավորություն է, թե մի ամբողջ մեծ թիմ է աշխատել բերելու այս հավաքածուն, անելու այս ամբողջ տարվա ընթացքում, բայց իրականում ընդամենը 5-6 հոգի են այս ամենի հետևում կանգնած։ Եվ այդ ամբողջ իրադարձությունների արդյունքում, եթե կարող ենք այսպես ամփոփելով ներկայացնել, որն է ՆՓԱԿ-ի հիմնական նպատակը, որով էլ դուք առաջնորդվում եք եւ իրականացնում բոլոր այդ միջոցառումները։ Շատ բարի։ ՆՓԱԿ-ը մի քանի հիմնական նպատակ ունի։ Առաջինը արվեստի ազատ ստեղծագործության տարածք ստեղծելն է յուրաքանչյուր մարդու համար, ով իրեն համարում է արվեստագետ եւ ուզում է ստեղծագործել։ Դրա համար սա փորձառական տարածք է առաջին հերթին։ Սա ՆՓԱԿ-ի նպատակներից է ստեղծել տարածք, որտեղ արվեստագետը կարող է փորձել իրեն նորարար մի մեդիայում։ Դրա համար սա նաեւ նորարարական տարածք է։ ՆՓԱԿ-ը նաեւ մեծ նպատակ ունի կամրջել Հայաստանի եւ Սփյուռքի, հայաստանցի եւ սփյուռքահայ արվեստագետներին եւ իհարկե միջազգայնացնել հայկական արվեստը։ Սրանք մեր հիմնական նպատակներն են, որոնցից բխում են արդեն մյուսները եւ ձևակերպում են ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք ներառելով երիտասարդներին, դպրոցականներին եւ այլ շահառուներին։ Ես կավելացնեի մի բան, որ ՆՓԱԿ-ը 32 տարուց արդեն ավել կա ՆՓԱԿ-ը եւ ՆՓԱԿ-ում ցուցահանդեսահրահների մուտքն ազատ է։ Սա շատ կարեւոր քայլ է, որ այցելուները հնարավորություն ունեն որտեվ օրինակ street art-ի ցուցահանդեսը հնարավոր չի մի անգամ տեսնել։ Այնտեղ այցելուները ավելի շատ Բանկսիանուն են տալիս, բայց այնտեղ էլ ուրիշ արվեստագետներ կան, 4 սերնդի արվեստագետների աշխատանքներ են ներկայացված, որոնք պարզապես մի քանի այցելություններից հետո հնարավոր է այդ ամբողջը մարսել, վերցնել, ուսումնասիրել։ Մենք ունենք այդ հնարավորությունը, որ մեր այցելուներին հրավիրում ենք անվճար, կարող են գալ ու սիրով կսպասել։ Ու վայելել։ Նաև մենք ունենք գրադարանի հատված, յուրաքանչյուր շաբաթ օրերը մեր արխիվային արվեստի գրադարանն է բաց, այցելուները կարող են ազատ գալ, օգտվել գրադարանից եւ վայելել ժամանակակից արվեստի կենտրոնում։ Սիրելի հեռուստադիտող, կարծում եմ սա այն է, ինչ որ դուք պետք է այս պահին իմանաք, ՆՓԱԿ-ի դռները բաց են, կարող եք այցելել, դիտել ցուցահանդեսը, վայելել եւ ինչու՞ ոչ ծանոթանալ նոր մարդկանց հետ։ Շնորհակալ եմ ձեզ շատ այսչափ հետաքրքիր ու բովանդակ զրույցի համար եւ ձեզ ձեր հետագա միջոցառումների եւ ծրագրերի իրականացման հարցում հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալ ենք եւ լավ կիրակի ու առավոտ։ Ձեզ եւս։ Սիրելի հեռուստադիտող, այս պահին առաջարկում եմ միանանք մեր գործընկերոջ Աշոտ Սարգսյանին, որից հետո կվերադառնանք արդեն նոր թեմաներով։